Երբ 2016 թվականին հայկական հեռուստաալիքները առաջին անգամ ցույց տվեցին օդից նկարահանված կադրերը, հազարավոր մարդիկ կարծեցին, որ սա մոնտաժ է։ Արարատյան մարզի Մխիթյան գյուղում, որտեղ միջին ընտանեկան եկամուտը ամսական 250,000 դրամ էր, բարձրանում էր շինություն, որը իր ճարտարապետական լուծումներով կրկնօրինակում էր Հայաստանի ազգային ժողովի շենքը։ Նույն սյուները, նույն խոյակները, նույն մարմարե աստիճանները։ Բայց սա չէր պետական հաստատություն։ Սա էր Հովիկ Աբրահամյանի անձնական բնակարանը։ Նախկին պաշտոնյան, ով տասնամյակներ ղեկավարել էր Արարատի մարզը, կառուցել էր իր պալատը այնպիսի շքեղությամբ, որ նույնիսկ իշխանության ներկայացուցիչները խուսափում էին դրա մասին հարցերից։ Բայց ամենաեական հարցը մնում էր անպատասխան, որտեղից այդքան փող։ Ինչպես մարդ, ում պաշտոնական աշխատավարձը երբեք չի գերազանցել ամսական 500,000 դրամը, կարողացավ ֆինանսավորել շինարարություն, որի արժեքը փորձագետները գնահատում էին մի քանի միլիոն դոլարով։ Ովքեր էին իրական ֆինանսավորողները։ Ինչպիսի փաստաթղթեր էին թաքցվել այս շքեղության հիմքում։ Եվ ինչու այս պատմությունը դարձավ խորհրդանիշ ամբողջ համակարգի համար, որտեղ պաշտոնյաները ապրում էին ինչպես թագավորներ, մինչդեռ ժողովուրդը հաշվում էր յուրաքանչյուր դրամ։ Երբ Հովիկ Աբրահամյանը 2000 թվականի սկզբին նշանակվեց Արարատի մարզպետ, նա ժամանեց Արտաշատ ինչպես բոլոր նորանշանակ պաշտոնյաները, պաշտոնական ավտոմեքենայով, պաշտոնական բնակարանով, պաշտոնական խոստումներով։ Տեղական բնակիչները հիշում են, որ առաջին ամիսներին նա շրջում էր գյուղերում, խոսում էր ֆերմերների հետ, խոստանում էր ճանապարհներ ջրամատակարարում։ Բայց արդեն 2002 թվականին, երբ նրա պաշտոնավարման ժամկետը դեռ սկսվում էր, Մխիթյան գյուղում հայտնվեց առաջին շինարարական տեխնիկան։ Տեղաբնիկները չգիտեին, թե ինչ է կառուցվելու։ Պաշտոնական թույլտվությունները խոսում էին անձնական բնակելի տան մասին։ Բայց երբ հիմքերը սկսեցին բարձրանալ, երբ հատուկ պատվերով Իտալիայից բերված մարմարը սկսեց ժամանել բեռնատարներով, երբ աշխատանքի վրա հայտնվեցին ոչ թե տեղական շինարարներ, այլ մասնագետներ Երանից, նույնիսկ արտերկրից, բոլորը հասկացան, որ սա ոչ թե տուն է, այլ ինչ-որ բան շատ ավելին։ Հովիկ Աբրահամյանի պաշտոնական աշխատավարձը այդ տարիներին կազմում էր ամսական 350,000 դրամ։ Նույնիսկ եթե նա 10 տարի ոչինչ չուտեր, չխմեր, չծախսեր 1 դրամ, նա չէր կարող հավաքել այն գումարը, որը պահանջվում էր միայն մարմարե սյուների համար։ Բայց շինարարությունը շարունակվում էր։ Եվ ոչ ոք չէր հարցնում։ 2004 թվականին, երբ շենքի հիմնական կառուցվածքը արդեն կանգնած էր, Արարատի մարզում սկսեցին տարածվել լուրեր։ Մարդիկ խոսում էին, որ Աբրահամյանը ստեղծել էր երկրորդ իշխանությունը համակարգ, որտեղ ոչ մի բիզնես չէր կարող գործել առանց նրա թույլտվության, ոչ մի հողամաս չէր վաճառվում առանց նրա օրհնության, ոչ մի խոշոր պայմանագիր չէր կնքվում առանց նրա մասնակցության։ Նախկին ձեռնարկատերերը, ովքեր այժմ ապրում են արտերկրում, խոսում են միայն անանուն պայմանով, պատմում են, որ գոյություն ուներ անգրավոր կանոն, յուրաքանչյուր խոշոր գործարքից որոշակի տոկոսը պետք է վերադառնար մարզպետարան։ Ոչ ոք չէր կարող ապացուցել, թե ինչպես է սա տեղի ունենում, որովհետև ոչ մի պաշտոնական փաստաթուղթ չկար։ Բայց բոլորը գիտեին կանոնները։ Երբ 2006 թվականին տեղական ձեռնարկատեր Արմեն Սարգսյանը փորձեց բողոքել դեմ այն փաստի, որ նրա բիզնեսը խանգարում է մարզային շահերին, նրա ընկերությունը հայտնվեց հարկային ստուգման տակ, որը դեց 6 ամիս փաստացի կործանեց բիզնեսը։ Սարգսյանը հեռացավ Ռուսաստան, երբեք չվերադարձավ։ Սա էր ուղերձ բոլորի համար։ Համակարգը աշխատում էր կատարյալ։ Եվ այդ համակարգի խորհրդանիշը, պալատը Մխիթյանում, շարունակում էր աճել, ամեն տարի ավելի շքեղ, ավելի մեծ, ավելի անհասկանալի։ 2008 թվականին, երբ համաշխարհային ֆինանսական ճգնաժամը հարվածեց Հայաստանին, երբ հազարավոր ընտանիքներ կորցրին իրենց խնայողությունները, երբ միջին աշխատավարձը Արարատի մարզում իջավ մինչ 200,000 դրամ, Հովիկ Աբրահամյանի պալատում տեղադրվեցին վերջին հարկի ոսկեզօծ խոյակները։ Շինարարները, ովքեր աշխատում էին օբյեկտում, ստորագրել էին խիստ գաղտնիության պայմանագրեր, հետագայում պատմում էին, որ միայն լոգարանների համար օգտագործված մարմարը բերվել էր Թուրքիայից, արժեր էր ավելի քան 50,000 դոլար։ Խոհանոցի սարքավորումները՝ գերմանական, կահույքը, իտալական, լուսավորության համակարգը՝ ավստրիական։ Յուրաքանչյուր մանրուք էր ընտրված ոչ թե հարմարավետության, այլ ցուցադրության համար։ Սա էր ուղերձ։ Ուղերձ այն մարդկանց, ովքեր ապրում էին նույն գյուղում, տեսնում էին այս շքեղությունը ամեն օր։ Ուղերձ այն պաշտոնյաներին, ովքեր գիտեին, որ նրանց աշխատավարձը երբեք չի թույլատրի նման կյանք։
Ուղերձ ամբողջ համակարգին, իշխանությունը ունի իր գինը, եթե դու գիտես ինչպես խաղալ, դու կարող ես ապրել ինչպես արքա։ Բայց ով էր վճարում այդ գինը։ Ով էր իրականում ֆինանսավորում այս շքեղությունը։ Եվ ինչու։ Ոչ ոք չէր համարձակվում հարցնել։ 2010 թվականին, երբ Աբրահամյանի պալատը արդեն դարձել էր տեղական լեգենդ, երբ տուրիստները սկսեցին ժամանել Մխիթյան միայն այն տեսնելու համար, երբ նույնիսկ օտարերկրյա լրագրողները հետաքրքրվեցին այս հայկական Վերսալովը, պաշտոնական երանը պահպանում էր լռություն։ Ոչ մի քննություն, ոչ մի հարց, ոչ մի բացատրություն։ Հակակոռուպցիոն կոմիտեն, որը պետք է ստուգեր պաշտոնյաների ունեցվածքի ծագումը, երբեք չհետաքրքրվեց Աբրահամյանի դեպքով։ Հարկային ծառայությունը, որը պետք է վերահսկեր խոշոր շինարարությունները, երբեք չուղարկեց ստուգողներ։ Իրավապահ մարմինները, որոնք պետք է արձագանքեին քաղաքացիների բողոքներին, պարզապես չէին տեսնում խնդիր։ Համակարգը պաշտպանում էր իր սեփականներին։ Եվ Հովիկ Աբրահամյանը, ով այդ ժամանակ արդեն 10 տարի էր ղեկավարում մարզը, գիտեր, որ նա անձեռնմխելի է։ Նրա կապերը ձգվում էին մինչ Երանի ամենաբարձր գրասենյակները։ Նրա ազդեցությունը տարածվում էր ոչ միայն Արարատի մարզում, այլ հարան տարածքներում։ Նա չէր պարզապես մարզպետ։ Նա էր դարձել ինստիտուտ։ Համակարգ ինքնին։ Եվ նրա պալատը, այդ համակարգի տաճարը։ 2012 թվականին տեղի ունեցավ դեպք, որը ցույց տվեց Աբրահամյանի իրական ազդեցությունը։ Երանից եկած լրագրողների խումբը փորձեց մտնել պալատի տարածք, նկարահանելու ռեպորտաժի համար։ Նրանք ունեին բոլոր անհրաժեշտ թույլտվությունները հանրային տարածքում նկարահանելու համար։ Բայց երբ նրանք մոտեցան դարպասներին, հայտնվեցին անվտանգության աշխատակիցներ, ովքեր ոչ թե պարզապես արգելեցին մուտքը, այլ բռնությամբ հեռացրին լրագրողներին։ Տեսախցիկները խլվեցին, նկարահանված նյութը ջնջվեց։ Երբ լրագրողները դիմեցին ոստիկանություն, նրանց ասացին, որ սա մասնավոր սեփականություն է, դերը ունի իրավունք պաշտպանել իր անձնական տարածքը։ Բայց ինչպես մասնավոր անձը կարող էր ունենալ անվտանգության ծառայություն, որը գործում էր ինչպես պետական կառույց։ Ինչպես մարզպետը, պաշտոնական անձը, կարող էր թաքցնել իր ունեցվածքը հանրային ուշադրությունից։ Եվ ամենակարևորը, ինչու՞։ Պետական համակարգը պաշտպանում էր նրան։ Այս հարցերը տարածվեցին սոցիալական ցանցերում, բայց պաշտոնական պատասխան երբեք չեկավ։ Պալատը շարունակում էր կանգնած լինել, անձեռնմխելի, անբացատրելի, անհասկանալի։ 2014 թվականին, երբ Հայաստանում սկսվեցին տնտեսական բարեփոխումներ, խոսվում էր կոռուպցիայի դեմ պայքարի մասին, երբ մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ հայտնվեցին դատարանում կասկածելի հարստության համար, Հովիկ Աբրահամյանը մնաց անդրդվելի։ Նա ոչ միայն պահպանեց իր պաշտոնը, այլ ընդլայնեց իր ազդեցությունը։ Նրա որդիները սկսեցին բիզնես Երանում, շինարարություն, ներմուծում, անշարժ գույք։ Նրա ազգականները հայտնվեցին տարբեր պետական կառույցներում։ Ընտանեկան կլանը ստեղծեց ցանց, որը ծածկում էր ամբողջ մարզը։ Եվ պալատը դարձավ այդ ցանցի կենտրոնը։ Այնտեղ էին տեղի ունենում հանդիպումները, այնտեղ էին կայացվում որոշումները, այնտեղ էր բաշխվում իշխանությունը։ Տեղական բիզնեսմենները, ովքեր ցանկանում էին հաջողություն, գիտեին, որ նրանք պետք է անցնեն այդ դարպասներով։ Պաշտոնյաները, ովքեր ցանկանում էին առաջխաղացում, գիտեին, որ նրանք պետք է ստանան Աբրահամյանի օրհնությունը։ Համակարգը աշխատում էր կատարյալ։ Բայց ինչքան երկար կարող էր սա շարունակվել։ Ինչքան ժամանակ կարող էր մեկ մարդը պահել ամբողջ մարզը իր վերահսկողության տակ։ Եվ ինչ կլիներ, երբ այդ համակարգը վերջապես կփլվեր։ 2016 թվականին, երբ հայկական հասարակությունը սկսեց ավելի բարձր ձայնով խոսել սոցիալական արդարության մասին, երբ սոցիալական ցանցերը դարձան հարթակ բողոքների համար, երբ նոր սերունդը սկսեց պահանջել թափանցիկություն, հաշվետվողականություն, Աբրահամյանի պալատը դարձավ խորհրդանիշ։ Խորհրդանիշ այն ամենի, ինչը սխալ էր համակարգում։ Խորհրդանիշ անհավասարության, որը բաժանում էր հասարակությունը։ Խորհրդանիշ կոռուպցիայի, որը ուտում էր երկիրը ներսից։ Երիտասարդ ակտիվիստները սկսեցին կազմակերպել բողոքի ակցիաներ Մխիթյանում։ Նրանք պահանջում էին քննություն, պահանջում էին բացատրություններ, պահանջում էին արդարություն։ Բայց պաշտոնական երանը շարունակում էր լռել։ Աբրահամյանը շարունակում էր իր աշխատանքը, ինչպես թե ոչինչ չէր տեղի ունենում։ Պալատը շարունակում էր կանգնած լինել, անդառնալի, անհասանելի, անբացատրելի։ Բայց հարցերը չէին անհետանում։ Դրանք միայն բազմանում էին։ Որտեղից այդքան փող։
Ինչպես մարդ, ում պաշտոնական եկամուտը երբեք չի գերազանցել 500,000 դրամը ամսական, կարողացավ կառուցել պալատ, որի արժեքը գնահատվում էր մի քանի միլիոն դոլարով։ Ովքեր էին իրական ֆինանսավորողները։ Ինչպիսի գործարքներ էին թաքնված այս շքեղության հիմքում։ Եվ ամենակարևորը, ինչու՞։ Համակարգը պաշտպանում էր այս մարդուն։ 2017 թվականի գարնանը, երբ Հայաստանում քաղաքական մթնոլորտը սկսեց լարվել, երբ հասարակությունը սկսեց պահանջել փոփոխություններ, երբ հին համակարգը սկսեց ցույց տալ իր թուլությունները, մի անսպասելի իրադարձություն տեղի ունեցավ Արարատի մարզում։ Երանից ժամանեց մարդ, ով ներկայացավ որպես անկախ լրագրող, բայց տեղաբնիկները նկատեցին, որ նա շատ հարցեր էր տալիս, շատ մանրամասն էր հետաքրքրվում Աբրահամյանի բիզնես կապերով։ Այս մարդը, ում անունը երբեք չհրապարակվեց, անցկացրեց 3 շաբաթ մարզում, հարցազրույցներ վերցնելով նախկին աշխատակիցներից, շինարարներից, տեղական ձեռնարկատերերից։ Նա խոստանում էր, որ պատրաստում է մեծ քննադատական նյութ, որը վերջապես կբացահայտի ճշմարտությունը։ Բայց հանկարծ, առանց որևէ բացատրության, նա անհետացավ։ Նրա հեռախոսը անջատված էր, նրա հյուրանոցային համարը դատարկ, նրա սոցիալական ցանցերի էջերը ջնջված։ Տեղաբնիկները, ովքեր խոսել էին նրա հետ, սկսեցին ստանալ սպառնալիքներ՝ մի խոսեք այն մասին, ինչ ասել եք, մի փորձեք գտնել այդ մարդուն, մոռացեք այս պատմությունը։ Ինչ տեղի ունեցավ այդ լրագրողի հետ։ Ո՞վ էր նա իրականում։ Եվ ինչու։ Նրա հետաքրքրությունը Աբրահամյանի նկատմամբ հանգեցրեց այդպիսի արձագանքի։ Այս դեպքը ստեղծեց նոր ալիք լուրերի կասկածների։ Մարդիկ սկսեցին խոսել, որ Աբրահամյանը ունի կապեր ոչ միայն տեղական, այլ ազգային անվտանգության ծառայությունների հետ, որ նրա պալատը պաշտպանվում է ոչ միայն մասնավոր անվտանգության, այլ պետական ռեսուրսներով, որ նա ունի ինֆորմացիա այնպիսի մարդկանց մասին, որոնք երբեք չեն ցանկանա, որ այդ ինֆորմացիան հրապարակվի։ Նախկին պաշտոնյաները, ովքեր աշխատել են մարզպետարանում Աբրահամյանի օրոք, այժմ ապրում են արտերկրում, պատմում են, որ գոյություն ուներ հատուկ սեյֆ մարզպետի գրասենյակում, որտեղ պահվում էին փաստաթղթեր, պայմանագրեր, ձայնագրություններ, լուսանկարներ։ Այս փաստաթղթերը էին Աբրահամյանի իրական ապահովագրությունը։ Դրանք էին պատճառը, թե ինչու նա կարող էր ապրել այդպես բացահայտորեն շքեղ, առանց վախենալու հետանքներից։ Բայց ո՞վ էր այդ փաստաթղթերում։ Ինչ գաղտնիքներ էին դրանք պարունակում։ Եվ ինչու։ Ոչ ոք չէր համարձակվում բացահայտել դրանք։ 2017 թվականի աշնանը, երբ Հայաստանում սկսվեցին նախընտրական քարոզարշավները, երբ քաղաքական ուժերը խոստանում էին բարեփոխումներ, կոռուպցիայի դեմ պայքար, երբ հասարակությունը սկսեց հավատալ, որ փոփոխությունը հնարավոր է, Հովիկ Աբրահամյանը կատարեց անսպասելի քայլ։ Նա հրապարակավ հայտարարեց, որ հրաժարվում է մարզպետի պաշտոնից անձնական պատճառներով։ Պաշտոնական հաղորդագրությունը կարճ էր, չպարունակում էր որևէ մանրամասն։ Բայց տեղաբնիկները գիտեին, որ ինչ-որ բան փոխվել էր։ Որ համակարգը, որը տասնյակ տարիներ պաշտպանել էր Աբրահամյանին, հանկարծ որոշել էր, որ ժամանակն է եկել նրան զոհաբերել։ Բայց ինչու։ Հենց այդ պահին։ Ինչ տեղի ունեցավ կուլիսների հետում։ Ովքեր կայացրին այդ որոշումը։ Եվ ամենակարևորը, արդյոք սա իսկապես վերջն էր, թե պարզապես նոր գլուխ նույն պատմության մեջ։ Աբրահամյանի հեռանալուց հետո պալատը մնաց կանգնած, դատարկ, լուռ, խորհրդավոր։ Նոր մարզպետը, ով եկավ նրա փոխարեն, երբեք չխոսեց նախորդի մասին։ Պաշտոնական երանը շարունակեց լռել։ Հակակոռուպցիոն կոմիտեն երբեք չսկսեց քննություն։ Պալատը, որը պետք է լիներ ապացույց, որը պետք է լիներ սկանդալ, որը պետք է լիներ պատճառ հետաքննության, պարզապես մնաց այնտեղ, ինչպես հուշարձան համակարգին, որը թույլ տվեց դրա գոյությունը։ Տեղաբնիկները շարունակում էին անցնել դրա կողքով ամեն օր, շարունակում էին տեսնել այդ սյուները, այդ մարմարը, այդ շքեղությունը։ Եվ ամեն անգամ նրանք հարցնում էին իրենց, ինչպես սա հնարավոր եղավ։ Ինչպես մեկ մարդը կարողացավ կառուցել այս ամենը պաշտոնական աշխատավարձով։ Ովքեր էին իրական ֆինանսավորողները։ Ինչպիսի գործարքներ, ինչպիսի կապեր, ինչպիսի գաղտնիքներ թաքնված էին այս պալատի պատերի հետում։ 2018 թվականի ապրիլյան հեղափոխությունը փոխեց Հայաստանը։ Հազարավոր մարդիկ ելան փողոցներ պահանջելով արդարություն, թափանցիկություն, հաշվետվողականություն։ Հին համակարգը փլավ, նոր իշխանություններ եկան խոստանալով մաքուր սկիզբ։
Եվ մի պահի համար թվաց, որ վերջապես Աբրահամյանի պալատի գաղտնիքը կբացահայտվի։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեց, որ կքննի բոլոր կասկածելի դեպքերը։ Լրագրողները սկսեցին նոր հետաքննություններ։ Ակտիվիստները պահանջեցին, որ Աբրահամյանը տա բացատրություններ։ Բայց հանկարծ, ինչպես միշտ, ինչ-որ բան տեղի ունեցավ։ Քննությունը դանդաղեց։ Լրագրողները սկսեցին ստանալ ճնշումներ։ Ակտիվիստները հայտնվեցին սպառնալիքների տակ։ Եվ Աբրահամյանը, ով այդ ժամանակ արդեն հեռացել էր հանրային կյանքից, մնաց անձեռնմխելի։ 2019 թվականին, երբ նոր իշխանությունները արդեն 1 տարի էին գործում, երբ նրանք խոստացել էին մաքրել երկիրը կոռուպցիայից, երբ հասարակությունը դեռ հավատում էր փոփոխությանը, տեղի ունեցավ դեպք, որը ցույց տվեց, որ որոշ բաներ երբեք չեն փոխվում։ Անկախ լրագրող Անի Հովհաննիսյանը հրապարակեց հոդված, որտեղ մանրամասն նկարագրում էր Աբրահամյանի ունեցվածքը, նրա բիզնես կապերը, նրա ընտանիքի հարստությունը։ Հոդվածը պարունակում էր փաստաթղթեր, լուսանկարներ, վկայություններ։ Այն էր ամենամանրամասն հետաքննությունը, որ երբեք կատարվել էր այս թեմայի շուրջ։ Բայց 3 օր անց հոդվածը հեռացվեց բոլոր կայքերից։ Անի Հովհաննիսյանը ստացավ իրավական սպառնալիք վատնամբարկության համար։ Նրա աղբյուրները մերժեցին իրենց վկայությունները։ Եվ պատմությունը կրկին անհետացավ հանրային քննարկումից։ Ինչպես սա հնարավոր էր նոր, մաքուր համակարգում։ Ովքեր էին այն ուժերը, որոնք դեռս պաշտպանում էին Աբրահամյանին։ Եվ ինչու։ Նույնիսկ հեղափոխությունից հետո, նույնիսկ նոր իշխանությունների օրոք, այս պատմությունը մնում էր արգելված թեմա։ Նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ով աշխատել է 2000-ական թվականների սկզբին, այժմ ապրում է Եվրոպայում, համաձայնեց խոսել անանուն պայմանով։ Նրա պատմածը բացահայտում է ճշմարտությունը, որը շատերը կասկածում էին, բայց ոչ ոք չէր կարող ապացուցել։ Աբրահամյանը չէր միայնակ գործող, ասում է նա։ Նա էր մաս համակարգի, որը ներառում էր տասնյակ մարդկանց, պաշտոնյաներ, բիզնեսմեններ, անվտանգության աշխատակիցներ։ Պալատը չէր կառուցված նրա փողերով։ Այն էր կառուցված համակարգի փողերով։ Յուրաքանչյուր խոշոր գործարք մարզում, յուրաքանչյուր պետական պատվեր, յուրաքանչյուր հողի վաճառք, ամեն ինչ անցնում էր այդ համակարգի միջով։ Եվ բոլորը ստանում էին իրենց մասը։ Աբրահամյանը պարզապես էր ամենաերացող մասը այդ համակարգի։ Նրա պալատը էր խորհրդանիշը։ Բայց իրական փողերը, իրական ուժը, դրանք էին ավելի խորը, ավելի թաքնված։ Այս բացահայտումը բացատրում է, թե ինչու Աբրահամյանը երբեք չի հայտնվել դատարանում։ Նա չէր պարզապես կոռումպացված պաշտոնյա։ Նա էր մաս ցանցի, որը պաշտպանում էր իր անդամներին։ Եվ այդ ցանցը դեռս գոյություն ունի։ 2020 թվականին, երբ համաշխարհային համաճարակը հարվածեց Հայաստանին, երբ տնտեսությունը ճգնաժամի մեջ էր, երբ հազարավոր ընտանիքներ պայքարում էին գոյատման համար, Աբրահամյանի պալատը դեռս կանգնած էր Մխիճանում, դատարկ, լքված, բայց անդառնալի։ Տեղաբնիկները պատմում են, որ երբեմն գիշերները լույսեր են վառվում ներսում, որ մեքենաներ են մտնում տարածք, որ պահակները դեռս պահպանում են դարպասները։ Ո՞վ է այնտեղ։ Ինչ է տեղի ունենում այդ պատերի հետում։ Արդյոք Աբրահամյանը դեռս ապրում է այնտեղ, թաքնված հանրային աչքից։ Թե պալատը դարձել է հանդիպման վայր այն մարդկանց համար, ովքեր դեռս վերահսկում են համակարգը։ Ոչ ոք չգիտե։ Ոչ ոք չի համարձակվում մոտենալ։ Պալատը մնում է գաղտնիք, խորհրդանիշ այն ամենի, ինչը սխալ է Հայաստանի համակարգում, բայց միաժամանակ ապացույց, որ որոշ մարդիկ դեռս անձեռնմխելի են։ 2022 թվականին, երբ Հայաստանը կրկին հայտնվեց քաղաքական ճգնաժամի մեջ, երբ հասարակությունը կրկին պահանջում էր փոփոխություններ, երբ հին հարցերը կրկին բարձրացվեցին, Աբրահամյանի անունը կրկին հայտնվեց քննարկումներում։ Սոցիալական ցանցերում մարդիկ կիսվում էին լուսանկարներով պալատի, հարցնում էին նույն հարցերը, որտեղից այդքան փող, ինչու։ Ոչ մի քննություն, երբ կլինի արդարություն։ Բայց պաշտոնական պատասխան, ինչպես միշտ, չեկավ։ Համակարգը, որը ստեղծել էր Աբրահամյանին, որը պաշտպանել էր նրան, որը թույլ տվել էր նրան կառուցել իր պալատը, դեռս գոյություն ուներ։ Եվ մինչ այդ համակարգը չփլվի, մինչ այն մարդիկը, ովքեր իրականում վերահսկում են ամեն ինչը, չհայտնվեն պատասխանատվության առաջ, պալատը կշարունակի կանգնած լինել։ Խորհրդանիշ անպատժելիության։ Խորհրդանիշ անհավասարության։ Խորհրդանիշ համակարգի, որը ծառայում է ոչ թե ժողովրդին, այլ իրեն։ Այսօր, երբ դուք կարդում եք այս տողերը, պալատը դեռս այնտեղ է։
Դուք կարող եք գնալ Մխիթարյան, կարող եք տեսնել այն ձեր սեփական աչքերով։ Կարող եք տեսնել սյուները, որոնք կրկնօրինակում են ազգային ժողովի ճարտարապետությունը։ Կարող եք տեսնել մարմարը, որը բերված է Իտալիայից։ Կարող եք տեսնել շքեղությունը, որը կառուցված է այն ժամանակ, երբ միջին աշխատավարձը մարզում էր 200,000 դրամ։ Եվ դուք կարող եք հարցնել ինքներդ ձեզ, ինչպես սա հնարավոր եղավ։ Ով թույլ տվեց սա։ Ով պաշտպանեց սա։ Եվ ամենակարևորը, երբ վերջապես կլինի պատասխանատվություն։ Երբ համակարգը կսկսի ծառայել ժողովրդին, այլ ոչ թե ինքն իրեն։ Երբ արդարությունը կհաղթի անպատժելիության վրա։ Այս հարցերը մնում են անպատասխան։ Բայց դրանք չեն անհետանում։ Դրանք միայն ուժեղանում են ամեն օր, ամեն տարի, ամեն սերունդ։ Մինչ վերջապես գա այն օրը, երբ ճշմարտությունը կբացահայտվի։ Եվ պալատի գաղտնիքները վերջապես կդառնան հանրային։ Երբ 2018 թվականի ապրիլյան իրադարձություններից հետո նոր իշխանությունները սկսեցին հրապարակել հին ռեժիմի փաստաթղթերը, մի փաստաթուղթ հայտնվեց, որը պետք է փոխեր ամեն ինչ։ Բայց այն երբեք չհրապարակվեց։ Նախկին անվտանգության ծառայության աշխատակից, ով այժմ ապրում է անհայտ վայրում, խոսում է միայն ձայնի աղավաղմամբ, պատմում է, որ այդ փաստաթուղթը պարունակում էր ամբողջական ցուցակ բոլոր այն մարդկանց, ովքեր ֆինանսավորել էին Աբրահամյանի պալատը։ Այնտեղ էին անուններ, որոնք ձեզ կթվային անհավատալի, ասում է նա, ձեռքերը դողալով նույնիսկ 35 տարի անց։ Բիզնեսմեններ, ովքեր պաշտոնապես սնանկացած էին, բայց փաստացի վերահսկում էին ամբողջ ներմուծման շուկան։ Պաշտոնյաներ, ովքեր ստորագրում էին պետական պատվերներ, ստանում էին տոկոսներ անձնական հաշիվներին Կիպրոսում։ Նույնիսկ օտարերկրյա ընկերություններ, որոնք օգտագործում էին Աբրահամյանի կապերը, մուտք գործելու հայկական շուկա։ Փաստաթուղթը ներառում էր նա բանկային փոխանցումների մանրամասներ, ամսաթվեր, գումարներ, ծածկագրեր։ Յուրաքանչյուր փոխանցում էր կատարվում տարբեր անունների վրա, Աբրահամյանի ազգականներ, նրա գործընկերներ, նույնիսկ անծանոթ մարդիկ, ովքեր հետագայում պարզվեց, որ պարզապես անունների տերեր էին։ Ամբողջ համակարգը աշխատում էր ինչպես լավ յուղված մեխանիզմ։ Բայց ինչու՞։ Այս փաստաթուղթը երբեք չհրապարակվեց։ Ով կայացրեց որոշումը թաքցնել այն։ Եվ ամենակարևորը, որտեղ է այն այժմ։ Արդյոք այն դեռս գոյություն ունի, թաքնված որ է գաղտնի արխիվում, սպասելով այն օրվան, երբ ինչ-որ մեկը համարձակություն կունենա բացահայտել այն։ Տեղական բժիշկ Արմեն Գրիգորյանը, ով աշխատել է Արարատի մարզային հիվանդանոցում 2000-ական թվականներին, պատմում է պատմություն, որը սառեցնում է արյունը։ 2012 թվականին, ձմեռվա մի գիշեր, նրան կանչեցին անհետաձգելի դեպքի, մի հարուստ պացիենտի տուն։ Երբ նա ժամանեց, նա տեսավ, որ դա Աբրահամյանի պալատն էր։ Ներսում, շքեղ սենյակներից մեկում, պառկած էր մարդ, ում դեմքը ծածկված էր, բայց ով ակնհայտորեն տառապում էր սրտի խնդիրներից։ Նրանք չէին ուզում, որ ես տեսնեմ նրա դեմքը, հիշում է Գրիգորյանը։ Բայց երբ ես սկսեցի բուժումը, ես նկատեցի ինչ-որ բան անսովոր։ Պացիենտի ձեռքերը ծածկված էին հետքերով, ոչ թե վիրահատական, այլ ինչ-որ այլ բան։ Կարծես նա երկար ժամանակ եղել էր շղթայված։ Երբ Գրիգորյանը փորձեց հարցնել, թե ինչ է պատահել, նրան խստորեն ասացին լռել կատարել իր աշխատանքը։ Նա փրկեց մարդուն, բայց երբ հեռանում էր, նրան տվեցին մեծ գումար կանխիկ, ասացին, դուք այստեղ երբեք չեք եղել։ Դուք ոչինչ չեք տեսել։ Ո՞վ էր այդ մարդը։ Ինչու։ Նա պահվում էր Աբրահամյանի պալատում։ Եվ ինչպիսի գաղտնիքներ էր նա պահում, որ նրան պահում էին այդպես թաքնված։ Գրիգորյանը երբեք չիմացավ պատասխանները, բայց այդ գիշերը հետապնդում է նրան մինչ օրս։ Ես տեսա ինչ-որ բան, որ չպետք է տեսնեի, ասում է նա։ Եվ ես գիտեմ, որ եթե ես երբեք խոսեի դրա մասին բարձր ձայնով, ես կվտանգեի իմ կյանքը։ 2014 թվականի աշնանը տեղի ունեցավ դեպք, որը տեղաբնիկները դեռս հիշում են սարսափով։ Մխիթարյան գյուղի մի տարեց կին, ով ապրում էր պալատի մոտակայքում, սկսեց պատմել իր հարաններին տարօրինակ պատմություններ։ Նա ասում էր, որ գիշերները լսում է ձայներ, աղաղակներ, լացեր, երբեմն նույնիսկ կրակոցներ։ Նա պնդում էր, որ տեսել է մարդկանց, ովքեր մտնում են պալատ գիշերվա խավարում, երբեք չեն դուրս գալիս։ Սկզբում մարդիկ կարծում էին, որ նա կորցրել է իր միտքը։ Բայց հետո այլ հարաններ նույնպես սկսեցին նկատել տարօրինակ բաներ։ Մեքենաներ, որոնք ժամանում էին առանց լույսերի։ Մարդիկ, ովքեր մտնում էին արագ լուռ։
Պահակներ, ովքեր պտտվում էին տարածքում ամբողջ գիշեր։ Երբ տարեց կինը փորձեց դիմել ոստիկանություն, նրան ասացին, որ նա պետք է դադարեցնի հորինել հեքիաթներ։ Մի շաբաթ անց նա հայտնվեց հիվանդանոցում, սրտի կաթված։ Նա վերապրեց, բայց երբեք այլս չխոսեց այն մասին, ինչ տեսել էր։ Ինչ իրականում տեղի էր ունենում այդ պալատում գիշերները։ Ինչպիսի հանդիպումներ, ինչպիսի գործարքներ, ինչպիսի գաղտնիքներ թաքնված էին այդ պատերի հետում։ Եվ ինչու։ Ոչ ոք չէր համարձակվում հետաքննել այդ պատմությունները։ Տեղաբնիկները սովորեցին ապրել այդ գաղտնիքի հետ, սովորեցին չտեսնել, չլսել, չխոսել։ Բայց վախը մնաց։ Վախը, որ եթե դու շատ հետաքրքրվես, եթե դու շատ հարցեր տաս, դու կարող ես դառնալ հաջորդ զոհը։ 2016 թվականին, երբ սոցիալական ցանցերը դարձան հարթակ քննադատության համար, երբ մարդիկ սկսեցին ավելի համարձակ խոսել կոռուպցիայի մասին, երբ Աբրահամյանի պալատը դարձավ վիրուսային թեմա, հայտնվեց մի անանուն հաշիվ, որը սկսեց հրապարակել լուսանկարներ, փաստաթղթեր։ Այդ հաշիվը ցույց էր տալիս պալատի ներսի լուսանկարներ, ոսկեզօծ սենյակներ, մարմարե լոգարաններ, հսկայական սրահներ։ Նա հրապարակեց փաստաթղթեր, շինարարական պայմանագրեր, վճարումների ապացույցներ, բանկային փոխանցումներ։ Յուրաքանչյուր հրապարակում էր ավելի շոկային, քան նախորդը։ Մարդիկ սկսեցին կիսվել, մեկնաբանել, պահանջել քննություն։ Բայց հանկարծ, 3 շաբաթ անց, հաշիվը անհետացավ։ Բոլոր հրապարակումները ջնջվեցին։ Ոչ մի հետք չմնաց։ Ո՞վ էր այդ անանուն հաշվի հետում։ Ինչպես նա ստացավ մուտք պալատի ներսի լուսանկարներին։ Եվ ամենակարևորը, ինչու։ Նա հանկարծ լռեց։ Արդյոք նրան սպառնացին, թե։ Նրան գնեցին, թե։ Նա պարզապես վախեցավ հետանքներից։ Տեղական ակտիվիստները փորձեցին գտնել այդ մարդուն, բայց ոչ մի հետք չկար։ Կարծես նա երբեք չէր գոյություն ունեցել։ Բայց նրա հրապարակումները մնացին մարդկանց հիշողության մեջ։ Եվ հարցերը շարունակեցին բազմանալ։ 2017 թվականի ամռանը, երբ Հայաստանում քաղաքական լարվածությունը հասավ գագաթնակետի, երբ հասարակությունը պատրաստվում էր մեծ փոփոխությունների, երբ հին համակարգը սկսեց զգալ, որ իր օրերը հաշված են, Աբրահամյանը կատարեց ինչ-որ բան անսպասելի։ Նա հանկարծ հայտնվեց հանրային միջոցառման վրա Երանում, բարեգործական ընթրիք, որտեղ հավաքվել էին բիզնեսի քաղաքականության ներկայացուցիչներ։ Նա ժպտում էր, ձեռք էր սեղմում, խոսում էր ինչպես թե ոչինչ չէր տեղի ունեցել։ Բայց ովքեր ուշադիր նայում էին, նկատեցին ինչ-որ բան տարօրինակ։ Նրա աչքերը շրջվում էին անընդհատ, կարծես նա փնտրում էր ինչ-որ մեկին կամ վախենում էր ինչ-որ մեկից։ Նրա ձեռքերը թրթռում էին, երբ նա վերցնում էր բաժակը։ Նրա ձայնը հնչում էր ավելի բարձր, քան անհրաժեշտ էր, կարծես նա փորձում էր համոզել ինքն իրեն, որ ամեն ինչ կարգին է։ Նախկին գործընկերներ, ովքեր տեսան նրան այդ երեկո, ասում են, որ նա նման էր մարդու, ով գիտի, որ ինչ-որ բան վատ է պատրաստվում։ Նա փորձում էր ցույց տալ, որ դեռ ուժեղ է, որ դեռ կապեր ունի, որ դեռ անձեռնմխելի է, ասում է մեկը։ Բայց մենք բոլորս տեսանք վախը նրա աչքերում։ Նա գիտեր, որ համակարգը փլվում է։ Եվ նա գիտեր, որ երբ այն փլվի, նա կլինի առաջիններից մեկը, ում կգան փնտրելու։ Բայց այդ երեկոյից հետո Աբրահամյանը կրկին անհետացավ հանրային կյանքից։ Եվ երբ հեղափոխությունը եկավ, երբ հին համակարգը փլավ, երբ մարդիկ սկսեցին պահանջել արդարություն, նա արդեն անհետացել էր։ 2018 թվականի մայիսին, երբ նոր իշխանությունները սկսեցին իրենց աշխատանքը, երբ նրանք խոստացել էին քննել բոլոր կոռուպցիոն դեպքերը, երբ Աբրահամյանի անունը հայտնվեց ցուցակում, տեղի ունեցավ ինչ-որ բան, որը շատերը չէին սպասում։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեց, որ սկսում է քննություն Աբրահամյանի ունեցվածքի ծագման վերաբերյալ։ Լրագրողները սկսեցին հավաքվել Մխիճանում, պատրաստվելով ծածկել պատմությունը։ Ակտիվիստները սկսեցին կազմակերպել բողոքի ակցիաներ։ Թվում էր, որ վերջապես արդարությունը կհաղթի։ Բայց հետո, հանկարծ, ամեն ինչ դադարեց։ Քննությունը ժամանակավորապես կասեցվեց տեխնիկական պատճառներով։ Լրագրողներին ասացին, որ դեռ վաղ է խոսել այս թեմայի մասին։ Ակտիվիստները ստացան զգուշացումներ, որ նրանք խանգարում են իրավական գործընթացին։ Եվ Աբրահամյանը, ով այդ ժամանակ ապրում էր անհայտ վայրում, մնաց անձեռնմխելի։ Ինչ տեղի ունեցավ։ Ով կայացրեց որոշումը կասեցնել քննությունը։
Արդյոք Աբրահամյանը դեռս ուներ այնպիսի կապեր, որոնք կարող էին պաշտպանել նրան նույնիսկ նոր համակարգում։ Թե կային ավելի խորը պատճառներ, գաղտնիքներ, որոնք նոր իշխանությունները չէին ուզում բացահայտել։ Հարցերը մնացին անպատասխան։ Եվ պալատը շարունակեց կանգնած լինել խորհրդանիշ անպատժելիության, որը նույնիսկ հեղափոխությունը չկարողացավ քանդել։ 2019 թվականի աշնանը, երբ նոր իշխանությունները արդեն 1 տարի էին գործում, երբ հասարակությունը սկսեց կորցնել հավատը արագ փոփոխություններին, երբ հին հարցերը կրկին սկսեցին բարձրանալ, հայտնվեց նոր ապացույց։ Անանուն աղբյուր ուղարկեց մի քանի լրատվական կայքերի վիդեո, նկարահանված թաքնված տեսախցիկով Աբրահամյանի պալատում։ Վիդեոն ցույց էր տալիս հանդիպում, որտեղ քննարկվում էին խոշոր գումարների փոխանցումներ, պետական պատվերների բաշխում, պաշտոնյաների նշանակումներ։ Մասնակիցները խոսում էին բացահայտ, կարծես վստահ, որ ոչ ոք չի լսում։ Նրանք նշում էին կոնկրետ գումարներ, կոնկրետ անուններ, կոնկրետ ամսաթվեր։ Սա էր ապացույցը, որը բոլորը սպասում էին։ Բայց երբ լրատվական կայքերը փորձեցին հրապարակել վիդեոն, նրանք ստացան իրավական սպառնալիքներ։ Վիդեոն հայտարարվեց ապօրինի ձեռք բերված խախտում էր անձնական կյանքի գաղտնիությունը։ Դատարանը արգելեց դրա հրապարակումը։ Եվ կրկին, ապացույցը անհետացավ։ Բայց այս անգամ մարդիկ չլռեցին։ Սոցիալական ցանցերում սկսվեց քարոզարշավ, պահանջելով, որ վիդեոն հրապարակվի։ Հազարավոր մարդիկ կիսվեցին հաղորդագրություններով, պահանջելով արդարություն։ Բայց պաշտոնական պատասխան չեկավ։ Համակարգը, որը պետք է ծառայեր ժողովրդին, կրկին ծառայում էր իրեն։ Եվ Աբրահամյանի պալատը շարունակում էր կանգնած լինել, անդառնալի, անբացատրելի, անարդար։ 2020 թվականի ձմեռը, երբ համաշխարհային համաճարակը փակեց սահմանները, մարդիկ մնացին իրենց տներում, երբ տնտեսությունը փլավ, հազարավոր ընտանիքներ կորցրին իրենց եկամուտները, երբ հասարակությունը պայքարում էր գոյատման համար, Աբրահամյանի պալատի պատմությունը ստացավ նոր շրջադարձ։ Տեղաբնիկները սկսեցին նկատել, որ պալատում կրկին կա գործունեություն։ Մեքենաներ էին մտնում դուրս գալիս, լույսեր էին վառվում գիշերները, պահակները կրկին պահպանում էին դարպասները։ Ո՞վ էր այնտեղ։ Ինչու։ Հենց այդ ժամանակ, երբ ամբողջ երկիրը փակված էր, երբ մարդիկ չէին կարող տեղաշարժվել, պալատում կրկին սկսվեց գործունեություն։ Մի քանի համարձակ տեղաբնիկներ փորձեցին մոտենալ հարցնել, բայց պահակները խստորեն հեռացրին նրանց։ Երբ նրանք դիմեցին ոստիկանություն, նրանց ասացին, որ սա մասնավոր սեփականություն է, տերը ունի իրավունք օգտագործել այն, ինչպես ցանկանում է։ Բայց ինչպես կարող էր մեկը օգտագործել այդպիսի պալատ համաճարակի ժամանակ, երբ ամբողջ երկիրը տառապում էր։ Ինչպիսի գործունեություն էր այնտեղ տեղի ունենում, որը չէր կարող սպասել։ Եվ ամենակարևորը, ինչու։ Պետական մարմինները շարունակում էին պաշտպանել այս վայրը դրա տերերին։ Այս հարցերը տարածվեցին սոցիալական ցանցերում, բայց կրկին պաշտոնական պատասխան չեկավ։ Համակարգը շարունակում էր աշխատել ինչպես միշտ, պաշտպանելով իր սեփականներին, անտեսելով ժողովրդի հարցերը, պահպանելով գաղտնիքները, որոնք պետք է մնային թաքնված։ 2022 թվականի գարնանը, երբ համաճարակը սկսեց նահանջել, երբ կյանքը դանդաղ վերադառնում էր նորմալ, երբ մարդիկ կրկին սկսեցին խոսել ապագայի մասին, Աբրահամյանի պալատի պատմությունը ստացավ իր ամենաանսպասելի շրջադարձը։ Տեղական լրագրող Նարէ Սարգսյանը, ով տարիներ շարունակ հետել էր այս պատմությանը, ստացավ անանուն նամակ։ Նամակում կար հասցե երանում ժամ, եթե ուզում եք իմանալ ճշմարտությունը Աբրահամյանի մասին, եկեք այստեղ։ Սարգսյանը, չնայած վախին, գնաց։ Նշված հասցեում նա հանդիպեց մարդու, ով ներկայացավ որպես նախկին Աբրահամյանի անձնական օգնական։ Այդ մարդը պատմեց պատմություն, որը փոխեց ամեն ինչ։ Նա բացատրեց, որ պալատը երբեք չէր եղել պարզապես Աբրահամյանի տուն։ Այն էր հանդիպման վայր ամբողջ ցանցի համար, պաշտոնյաներ, բիզնեսմեններ, նույնիսկ օտարերկրյա գործակալներ։ Այնտեղ էին կայացվում որոշումներ, որոնք ազդում էին ամբողջ երկրի վրա։ Այնտեղ էին բաշխվում պետական պատվերներ, նշանակվում պաշտոնյաներ, կազմակերպվում գործարքներ։ Պալատը չէր խորհրդանիշ միայն Աբրահամյանի հարստության։ Այն էր խորհրդանիշ ամբողջ համակարգի, որը վերահսկում էր Հայաստանը։ Եվ այդ համակարգը դեռս գոյություն ուներ։ Սարգսյանը փորձեց հրապարակել այս ինտերվյուն, բայց նրա խմբագիրը մերժեց։ Շատ վտանգավոր է, ասաց նա։ Մենք չենք կարող ապացուցել այս պնդումները։ Եվ եթե մենք հրապարակենք դա, մենք կվտանգենք ամբողջ լրատվամիջոցը։
Սարգսյանը հիասթափվեց, բայց նա չդադարեց։ Նա շարունակեց հավաքել ապացույցներ, շարունակեց հարցազրույցներ վերցնել, շարունակեց փնտրել ճշմարտությունը։ Բայց ամեն անգամ, երբ նա մոտենում էր պատասխանին, ինչ-որ բան կանգնեցնում էր նրան։ Սպառնալիքներ, ճնշումներ, խոչընդոտներ։ Կարծես ամբողջ համակարգը միավորվել էր, որպեսզի պահպանի այս գաղտնիքը։ Այսօր, երբ դուք կարդում եք այս տողերը, Աբրահամյանի պալատը դեռս կանգնած է Մխիթարանում։ Դուք կարող եք տեսնել այն Google Maps-ում, կարող եք գտնել լուսանկարներ սոցիալական ցանցերում, կարող եք լսել պատմություններ տեղաբնիկներից։ Բայց ճշմարտությունը, իրական ճշմարտությունը այն մասին, թե ինչպես այն կառուցվեց, ով ֆինանսավորեց այն, ինչ տեղի ունեցավ այնտեղ, դեռս թաքնված է։ Համակարգը, որը ստեղծեց Աբրահամյանին, որը պաշտպանեց նրան, որը թույլ տվեց նրան կառուցել իր պալատը, դեռս գոյություն ունի։ Այն փոխել է դեմքերը, փոխել է անունները, բայց էությունը մնացել է նույնը։ Եվ մինչ այդ համակարգը չփլվի, մինչ այն մարդիկը, ովքեր իրականում վերահսկում են ամեն ինչը, չհայտնվեն պատասխանատվության առաջ, պալատը կշարունակի կանգնած լինել։ Ոչ թե որպես տուն, այլ որպես հուշարձան։ Հուշարձան անհավասարությանը, որը բաժանում է մեր հասարակությունը։ Հուշարձան կոռուպցիային, որը ուտում է մեր երկիրը։ Հուշարձան անպատժելիությանը, որը թույլ է տալիս որոշ մարդկանց ապրել ինչպես թագավորներ, մինչդեռ մյուսները պայքարում են գոյատման համար։ Բայց հարցերը չեն անհետանում։ Դրանք միայն ուժեղանում են։ Որտեղից այդքան փող։ Ով իրականում ֆինանսավորեց այս պալատը։ Ինչպիսի գործարքներ, ինչպիսի կապեր, ինչպիսի գաղտնիքներ թաքնված են այս շքեղության հետում։ Եվ ամենակարևորը, երբ վերջապես կգա այն օրը, երբ ճշմարտությունը կբացահայտվի, երբ արդարությունը կհաղթի, երբ համակարգը կսկսի ծառայել ժողովրդին, այլ ոչ թե ինքն իրեն։ Այս հարցերը մնում են անպատասխան։ Բայց մենք չենք դադարում հարցնել։ Որովհետև միայն հարցերով, միայն պահանջներով, միայն անվրդով կարող ենք փոխել համակարգը։ Միայն այդպես կարող ենք ստեղծել Հայաստան, որտեղ ոչ ոք չի կարող կառուցել պալատ ժողովրդի փողերով մնալ անպատիժ։ 2018 թվականի ամռանը, երբ նոր իշխանությունները սկսեցին բացել հին ռեժիմի արխիվները, երբ փաստաթղթերը սկսեցին հրապարակվել մեկը մյուսի հետից, երբ հասարակությունը սպասում էր վերջապես տեսնել ճշմարտությունը, մի խումբ փաստաթղթեր անհետացավ։ Ոչ թե կորավ պատահականորեն, այլ մտածված ձով հեռացվեց համակարգից։ Նախկին արխիվի աշխատակից, ով այժմ ապրում է Վրաստանում, համաձայնվել է խոսել միայն անանուն պայմանով, պատմում է, որ 2018 թվականի ապրիլի 22-ին, երբ փողոցները լի էին ցուցարարներով, երբ հին իշխանությունը դեռ չէր հրաժարվել, բայց արդեն զգում էր, որ վերջն է մոտենում, գիշերվա խավարում մի խումբ մարդիկ մտավ պետական արխիվ։ Նրանք ունեին բոլոր անհրաժեշտ թույլտվությունները, բոլոր անցագրերը, բոլոր կոդերը։ Նրանք գիտեին ճիշտ, թե որտեղ են պահվում Արարատի մարզի փաստաթղթերը, որտեղ են Աբրահամյանի գործերը, որտեղ են այն ապացույցները, որոնք կարող էին ամեն ինչ փոխել։ 3 ժամվա ընթացքում նրանք հանեցին տասնյակ տուփեր, պայմանագրեր, բանկային փոխանցումներ, ձայնագրություններ, լուսանկարներ։ Արխիվի աշխատակիցները, ովքեր այդ գիշեր հերթապահում էին, չէին համարձակվում միջամտել։ Նրանք տեսան, որ այս մարդիկը չեն սովորական գողեր։ Դրանք էին մարդիկ, ովքեր գործում էին պաշտոնական հրամանով, ովքեր գիտեին, որ ժամանակը սղում է, ովքեր պետք է ջնջեին հետքերը մինչ նոր իշխանությունը կգա։ Երբ առավոտյան արխիվի տնօրենը եկավ աշխատանքի, նա գտավ դատարկ դարակներ մի նշում, փաստաթղթերը տեղափոխվել են անվտանգ պահպանման համար։ Բայց որտեղ։ Ով տվեց հրամանը։ Եվ ամենակարևորը, ինչ էր այդ փաստաթղթերում, որ դրանք պետք է անհետացնել այդպիսի շտապողականությամբ։ Տնօրենը փորձեց հարցնել, փորձեց պահանջել բացատրություններ, բայց նրան ասացին լռել։ Մի շաբաթ անց նա ստացավ առաջարկ, վաղ թոշակի գնալը առողջական պատճառներով։ Նա ընդունեց։ Որովհետև նա գիտեր, որ եթե չընդունի, նա կարող է հայտնվել շատ ավելի վատ իրավիճակում։ Այդ անհետացած փաստաթղթերի մասին խոսում են բոլորը, ովքեր աշխատել են համակարգում։ Նրանք պատմում են, որ այնտեղ էին ոչ միայն Աբրահամյանի գործերը, այլ ամբողջ ցանցի փաստաթղթերը, ով ում էր վճարում, ով որ գործարքից էր ստանում տոկոս, ով որ պաշտոնյային էր նշանակել իր պաշտոնին։ Այնտեղ էին բանկային հաշիվների համարներ Կիպրոսում, Շվեյցարիայում, նույնիսկ Պանամայում։ Այնտեղ էին ձայնագրություններ հեռախոսային զրույցների, որտեղ բացահայտ քննարկվում էին տոկոսները, կիսումները, պաշտպանությունը։
Այնտեղ էին լուսանկարներ հանդիպումների, որտեղ միասին նստած էին մարդիկ, ովքեր պաշտոնապես երբեք չէին ճանաչում միմյանց։ Այս փաստաթղթերը էին իրական ապացույցը, որ Աբրահամյանի պալատը չէր պարզապես մեկ մարդու հարստության խորհրդանիշ։ Այն էր ամբողջ համակարգի խորհրդանիշ, համակարգի, որը գործում էր տասնամյակներ, որը ներառում էր հարյուրավոր մարդկանց, որը վերահսկում էր միլիարդավոր դրամներ։ Բայց այժմ այդ ապացույցները անհետացել են։ Արդյոք դրանք ոչնչացվել են, թե՞ պահվում են որևէ գաղտնի վայրում, սպասելով ճիշտ պահին։ Արդյոք ինչ-որ մեկը պահպանել է պատճեններ, թե՞ ամեն ինչ իսկապես ջնջվել է ընդմիշտ։ Եվ եթե այդ փաստաթղթերը երբե հայտնվեն, ինչ կփոխվի, ով կընկնի, ինչպիսի գաղտնիքներ կբացահայտվեն։ 2019 թվականի ձմեռը, երբ նոր իշխանությունները արդեն տարի էին գործում, երբ նրանք խոստացել էին թափանցիկություն, հաշվետվողականություն, երբ հասարակությունը դեռ հավատում էր, որ փոփոխությունը հնարավոր է, տեղի ունեցավ դեպք, որը ցույց տվեց, որ Աբրահամյանի ազդեցությունը դեռ չէր վերջացել։ Երանում բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպման ժամանակ, երբ քննարկվում էր հակակոռուպցիոն քաղաքականությունը, երբ խոսվում էր նոր քննությունների մասին, մեկը բարձրացրեց Աբրահամյանի թեման։ Նա առաջարկեց վերսկսել քննությունը, հրապարակել բոլոր հասանելի փաստաթղթերը, վերջապես տալ պատասխաններ ժողովրդի հարցերին։ Սենյակում իջավ լռություն։ Հետո մեկ այլ պաշտոնյա, ով նախկինում աշխատել էր հին համակարգում, այժմ զբաղեցնում էր բարձր պաշտոն նորում, խոսեց։ Նա ասաց, որ այս թեման շատ բարդ է, որ կան շատ շահագրգիռ կողմեր, որ մենք պետք է լինենք զգույշ, որպեսզի չվնասենք երկրի կայունությանը։ Այս խոսքերը բավական էին։ Թեման փակվեց։ Քննությունը չվերսկսվեց։ Եվ այն պաշտոնյան, ով համարձակվել էր բարձրացնել հարցը, շուտով հեռացավ իր պաշտոնից, անձնական պատճառներով։ Ինչ էր այդ շահագրգիռ կողմերը։ Ովքեր էին այն մարդիկը, ովքեր դեռս ուներ ուժ կանգնեցնել քննությունը նույնիսկ նոր համակարգում։ Եվ ինչու։ Նոր իշխանությունները, ովքեր եկել էին խոստանալով մաքրել համակարգը, վախենում էին դիպչել այս թեմային։ Պատասխանը պարզ էր, բայց ոչ ոք չէր ուզում ասել բարձր ձայնով, որովհետև Աբրահամյանի ցանցը ներառում էր մարդկանց, ովքեր դեռս իշխանության մեջ էին, ովքեր դեռս ունեին ազդեցություն, ովքեր դեռս կարող էին վնասել նրանց, ովքեր փորձեին բացահայտել ճշմարտությունը։ Նույն ձմռանը, երբ քաղաքական դաշտը լարված էր, երբ հասարակությունը բաժանված էր, երբ հին նոր ուժերը պայքարում էին ազդեցության համար, Մխիթարանում տեղի ունեցավ ինչ-որ բան անսովոր։ Տեղաբնիկները սկսեցին նկատել, որ Աբրահամյանի պալատում կրկին սկսվել է ակտիվություն։ Բայց այս անգամ դա չէր գաղտնի գիշերային հանդիպումներ։ Այս անգամ դա էր բացահայտ, համարձակ, գրեթե ցուցադրական։ Մեքենաներ էին ժամանում ցերեկով, մարդիկ էին մտնում առանց թաքնվելու, պահակները կանգնած էին դարպասների մոտ ինչպես միշտ։ Տեղաբնիկները, ովքեր տարիներ շարունակ տեսել էին այս պալատը որպես լքված, հանկարծ տեսան, որ այն կրկին օգտագործվում է։ Ո՞վ էր այնտեղ։ Ինչու։ Հենց այդ պահին, երբ երկիրը քաղաքական ճգնաժամի մեջ էր, պալատը կրկին դարձավ ակտիվ։ Մի քանի համարձակ երիտասարդներ փորձեցին մոտենալ հարցնել, բայց պահակները, ովքեր այս անգամ ավելի բազմաթիվ էին, ավելի զինված, խստորեն հեռացրին նրանց։ Երբ երիտասարդները դիմեցին ոստիկանություն, նրանց ասացին, որ ամեն ինչ օրինական է, որ նրանք չպետք է միջամտեն մասնավոր սեփականության գործերին։ Բայց ինչպես կարող էր լինել օրինական, երբ այս պալատի ծագումը դեռս հարցականի տակ էր։ Ինչպես կարող էր ոստիկանությունը պաշտպանել վայր, որի պատմությունը լի էր կասկածներով։ Եվ ամենակարևորը, ինչու։ Նույնիսկ նոր համակարգում, նույնիսկ երբ խոսվում էր արդարության թափանցիկության մասին, այս պալատը մնում էր անձեռնմխելի։ 2020 թվականի գարնանը, երբ համաշխարհային համաճարակը սկսեց տարածվել, երբ Հայաստանը փակեց իր սահմանները, երբ մարդիկ մնացին իրենց տներում, սկսեցին ավելի շատ ժամանակ անցկացնել սոցիալական ցանցերում, Աբրահամյանի պալատի պատմությունը կրկին դարձավ վիրուսային թեմա։ Մարդիկ սկսեցին կիսվել հին լուսանկարներով, հին հոդվածներով, հին վկայություններով։ Նրանք սկսեցին քննարկել, թե ինչպես է հնարավոր, որ այս պալատը դեռս կանգնած է, որ դեռս ոչ մի քննություն չի եղել, որ դեռս ոչ մի պատասխանատվություն չկա։ Սոցիալական ցանցերում ստեղծվեցին խմբեր, որոնք պահանջում էին արդարություն։ Երիտասարդ ակտիվիստները սկսեցին կազմակերպել առցանց քարոզարշավներ։ Լրագրողները սկսեցին նոր հետաքննություններ։ Թվում էր, որ վերջապես, երբ մարդիկ ունեին ժամանակ, ուշադրություն, երբ նրանք չէին զբաղված ամենօրյա գոյատմամբ, նրանք կարող էին կենտրոնանալ այս հարցի վրա։
Բայց հետո, կրկին, ինչ-որ բան տեղի ունեցավ։ Սոցիալական ցանցերի ալգորիթմները սկսեցին ճնշել այս թեման։ Հրապարակումները դադարեցին հայտնվել մարդկանց լրահոսում։ Խմբերը սկսեցին ստանալ զգուշացումներ կեղծ լուրերի տարածման համար։ Լրագրողները սկսեցին ստանալ իրավական սպառնալիքներ։ Եվ դանդաղ, բայց անխուսափելիորեն թեման կրկին անհետացավ հանրային քննարկումից։ Ո՞վ էր դրա հետում։ Ո՞վ ուներ ուժ ռեսուրսներ վերահսկել սոցիալական ցանցերը, ճնշել լրագրողներին, լրացնել ակտիվիստներին։ Եվ ինչու։ Այս պատմությունը, որը պետք է լիներ պարզ կոռուպցիոն դեպք, դարձել էր այդպիսի արգելված թեմա, որ նույնիսկ խոսելը դրա մասին դառնում էր վտանգավոր։ 2022 թվականի աշնանը, երբ Հայաստանը կրկին հայտնվեց քաղաքական ճգնաժամի մեջ, երբ հասարակությունը կրկին բաժանվեց, երբ հին հարցերը կրկին բարձրացվեցին, մի անսպասելի իրադարձություն տեղի ունեցավ։ Անանուն աղբյուր հրապարակեց սոցիալական ցանցերում մի շարք փաստաթղթեր, որոնք պնդում էին, որ Աբրահամյանի պալատը այժմ պատկանում է օֆշորային ընկերության, որը գրանցված է բրիտանական Վիրջինյան կղզիներում։ Փաստաթղթերը ցույց էին տալիս բարդ սեփականության շղթա, մի ընկերությունից մյուսին, մի երկրից մյուսը, մինչ վերջապես հասնում էր անանուն սեփականատերերի։ Սա նշանակում էր, որ նույնիսկ եթե ինչ-որ մեկը ուզեր քննել պալատի ծագումը, նա չէր կարող գտնել իրական սեփականատիրոջը։ Համակարգը կառուցված էր այնպես, որ պաշտպանի իր սեփականներին նույնիսկ դրանց մահից հետո։ Բայց ո՞վ էր այդ անանուն աղբյուրը։ Ինչպես նա ստացավ այդ փաստաթղթերը։ Եվ ինչու։ Նա հրապարակեց դրանք հենց այդ պահին։ Մի քանի օր փաստաթղթերը տարածվեցին սոցիալական ցանցերում։ Մարդիկ քննարկում էին, վերլուծում էին, պահանջում էին քննություն։ Բայց հետո, ինչպես միշտ, փաստաթղթերը սկսեցին ջնջվել։ Հաշիվը, որը հրապարակել էր դրանք, անհետացավ։ Եվ կրկին, ապացույցները անհետացան, հարցերը մնացին անպատասխան, ճշմարտությունը մնաց թաքնված։ Այսօր, երբ դուք կարդում եք այս տողերը, երբ դուք փորձում եք հասկանալ, թե ինչպես է հնարավոր, որ մեկ մարդը կարողացավ կառուցել այդպիսի պալատ, որ ոչ մի քննություն երբեք չի տեղի ունեցել, որ ոչ մի պատասխանատվություն երբեք չի եղել, դուք պետք է հասկանաք մի բան։ Աբրահամյանի պալատը չէ պարզապես մեկ մարդու հարստության պատմություն։ Այն է պատմություն համակարգի մասին, համակարգի, որը թույլ է տալիս որոշ մարդկանց ապրել ինչպես թագավորներ, մինչդեռ մյուսները պայքարում են գոյատման համար։ Համակարգի, որը պաշտպանում է իր սեփականներին նույնիսկ այն ժամանակ, երբ ապացույցները բացահայտ են։ Համակարգի, որը վերահսկում է ամեն ինչը, արխիվները, լրատվամիջոցները, սոցիալական ցանցերը, նույնիսկ իրավապահ մարմինները։ Եվ այդ համակարգը դեռս գոյություն ունի։ Այն փոխել է դեմքերը, փոխել է անունները, բայց էությունը մնացել է նույնը։ Մինչ մենք չհասկանանք սա, մինչ մենք չսկսենք պայքարել ոչ թե անհատների, այլ համակարգի դեմ, ոչինչ չի փոխվի։ Պալատները կշարունակեն կառուցվել, գաղտնիքները կշարունակեն թաքնվել, անպատժելիությունը կշարունակի տիրել։ Բայց եթե մենք միավորվենք, եթե մենք շարունակենք հարցնել, եթե մենք չդադարենք պահանջել ճշմարտությունը, մի օր այդ համակարգը կփլվի։ Եվ երբ դա տեղի ունենա, երբ վերջապես բացահայտվեն բոլոր գաղտնիքները, երբ վերջապես հայտնվեն պատասխանատվության առաջ բոլոր այն մարդիկը, ովքեր տասնամյակներ շարունակ կողոպտել են մեր երկիրը, Աբրահամյանի պալատը կդառնա ոչ թե խորհրդանիշ անպատժելիության, այլ խորհրդանիշ արդարության հաղթանակի։ Մինչ այդ օրը մենք շարունակում ենք հարցնել, որտեղից այդքան փող, ով իրականում կառուցեց այս պալատը, ինչպիսի գաղտնիքներ թաքնված են այս պատերի հետում, եւ երբ վերջապես կգա արդարությունը։ 2022 թվականի ձմեռը, երբ Հայաստանը դեռ չէր վերականգնվել նախորդ ճգնաժամերից, երբ մարդիկ հոգնած էին անվերջ քաղաքական պայքարներից, երբ թվում էր, որ Աբրահամյանի պալատի պատմությունը վերջապես մոռացվելու է, տեղի ունեցավ ինչ-որ բան, որը փոխեց ամեն ինչ։ Մխիճյանի տեղական դպրոցի ուսուցչուհի Լուսինե Ավագյանը, ով 15 տարի աշխատել էր նույն դպրոցում, ստացավ անսպասելի առաջարկ։ Անանուն զանգահարող, ով ներկայացավ որպես հին ընկեր, հրավիրեց նրան հանդիպման, խոստանալով տեղեկություններ, որոնք կփոխեն ամեն ինչ։ Ավագյանը, ով տարիներ շարունակ տեսել էր պալատը իր դպրոցի պատուհանից, ով տարիներ շարունակ լսել էր իր աշակերտների հարցերը, ինչու։ Մենք ապրում ենք այսպես, իսկ նրանք այնպես, որոշեց գնալ։ Հանդիպումը տեղի ունեցավ Երանում, փոքրիկ սրճարանում, որտեղ քիչ մարդիկ էին։ Այնտեղ նա հանդիպեց տղամարդու, ով ներկայացավ որպես նախկին Աբրահամյանի անձնական վարորդ։ Այն, ինչ նա պատմեց հաջորդ 2 ժամվա ընթացքում, սառեցրեց Ավագյանի արյունը։
Վարորդը բացատրեց, որ նա տարիներ շարունակ տեսել է ամեն ինչ, հանդիպումները, գործարքները, փողի փոխանցումները։ Նա պատմեց, որ պալատը կառուցվել է ոչ թե Աբրահամյանի փողերով, այլ համակարգի փողերով, յուրաքանչյուր խոշոր շինարարական պրոյեկտից, յուրաքանչյուր պետական պատվերից, յուրաքանչյուր հողի վաճառքից վերցված տոկոսներով։ Նա նշեց կոնկրետ անուններ, բիզնեսմեններ, ովքեր ներդրել էին պալատում, պաշտոնյաներ, ովքեր պաշտպանել էին շինարարությունը, նույնիսկ օտարերկրյա ընկերություններ, որոնք օգտագործել էին Աբրահամյանի կապերը, մուտք գործելու հայկական շուկա։ Բայց ամենաշոկայինը եղավ այն, երբ վարորդը հանեց հին նոութբուք, ցույց տվեց ֆայլեր, ձայնագրություններ զրույցների, լուսանկարներ հանդիպումների, նույնիսկ վիդեոնյութեր, որոնք նա գաղտնի նկարել էր տարիների ընթացքում։ Նա ասաց, որ պահել է այս ամենը որպես ապահովագրություն, որովհետև գիտեր, որ մի օր կարող է անհրաժեշտ լինել։ Այժմ, երբ նա տեսնում էր, որ համակարգը դեռ պաշտպանում է Աբրահամյանին, երբ նա տեսնում էր, որ ոչ մի արդարություն չկա, նա որոշել էր խոսել։ Բայց նա վախենում էր անել դա հրապարակավ։ Նա ուզում էր, որ ինչ-որ մեկը, ում նա վստահում էր, վերցներ այս ապացույցները, հրապարակեր դրանք։ Ավագյանը համաձայնվեց։ Նա վերցրեց նոութբուքը, խոստացավ պահպանել գաղտնիությունը, հեռացավ։ Բայց երբ նա վերադարձավ տուն, փորձեց բացել ֆայլերը, նա հայտնագործեց, որ դրանք պաշտպանված էին ծածկագրով։ Վարորդը չէր տվել ծածկագիրը։ Նա ասել էր, որ կկապվի նրա հետ հետո։ Բայց նա երբեք չկապվեց։ 2 օր անց Ավագյանը լսեց լուր, որ մի մարդ հայտնաբերվել է մահացած իր բնակարանում Երանում, սրտի կաթված։ Երբ նա տեսավ լուսանկարը լրատվամիջոցներում, նա ճանաչեց նրան։ Դա էր վարորդը։ Արդյոք դա իսկապես սրտի կաթված էր, թե՞ ինչ-որ մեկը որոշել էր լռեցնել նրան, մինչ նա կհասցներ խոսել։ Ավագյանը վախեցավ։ Նա թաքցրեց նոութբուքը, երբեք չփորձեց կրկին բացել այն։ Բայց նա գիտեր, որ այնտեղ, այդ ֆայլերի մեջ, թաքնված է ճշմարտությունը։ Ճշմարտությունը, որը կարող էր ամեն ինչ փոխել։ Բայց ով կարող էր բացել այն։ Ով ուներ ծածկագիրը։ Եվ արդյոք այդ ապացույցները երբեք կտեսնեն լույսը։ 2023 թվականի գարնանը, երբ Հայաստանը կրկին փորձում էր գտնել իր ճանապարհը, երբ նոր ընտրություններ էին մոտենում, երբ քաղաքական ուժերը կրկին խոստանում էին փոփոխություններ, Աբրահամյանի անունը կրկին հայտնվեց քննարկումներում։ Բայց այս անգամ ոչ թե որպես կոռումպացված պաշտոնյա, այլ որպես զոհ համակարգի։ Մի քանի լրատվամիջոցներ, որոնք հայտնի էին իրենց կապերով հին ռեժիմի հետ, սկսեցին հրապարակել հոդվածներ, որտեղ պնդում էին, որ Աբրահամյանը անարդար հալածվել է, որ նրա դեմ քարոզարշավը քաղաքական էր, որ նա պարզապես ծառայում էր իր երկրին։ Այս հոդվածները չէին խոսում պալատի մասին, չէին պատասխանում հարցերին, չէին բացատրում, թե որտեղից եկավ փողը։ Դրանք պարզապես փորձում էին վերագրել Աբրահամյանին որպես հին լավ օրերի խորհրդանիշ, երբ կարգ ու կանոն կար, երբ մարզերը զարգանում էին։ Սա էր նոր ռազմավարություն։ Եթե չես կարող թաքցնել ճշմարտությունը, փոխիր պատմությունը։ Եթե չես կարող ջնջել հարցերը, ստեղծիր նոր պատասխաններ։ Եվ այս ռազմավարությունը աշխատում էր։ Սոցիալական ցանցերում սկսեցին հայտնվել մարդիկ, ովքեր պաշտպանում էին Աբրահամյանին, ովքեր ասում էին, որ նա գոնե ինչ-որ բան անում էր մարզի համար, որ հիմա ավելի վատ է։ Հասարակությունը, որը հոգնած էր անվերջ ճգնաժամերից, որը ուզում էր հավատալ, որ անցյալը ավելի լավ էր, սկսեց ընդունել այս պատմությունը։ Բայց նրանք, ովքեր հիշում էին իրական պատմությունը, ովքեր տեսել էին իրական անհավասարությունը, ովքեր ապրել էին իրական կոռուպցիայի տակ, նրանք գիտեին, որ սա սուտ էր։ Նրանք գիտեին, որ Աբրահամյանը չէր զոհ, այլ մաս համակարգի, որը կողոպտել էր երկիրը։ Բայց ինչպես կարող էին նրանք ապացուցել սա, երբ բոլոր ապացույցները անհետացել էին, երբ բոլոր վկաները լռում էին, երբ համակարգը դեռ պաշտպանում էր իր սեփականներին։ Նույն գարնանը, երբ քաղաքական լարվածությունը աճում էր, երբ հասարակությունը կրկին բաժանվում էր, երբ հին նոր ուժերը պայքարում էին ապագայի համար, Մխիճանում տեղի ունեցավ դեպք, որը ցույց տվեց, որ պալատի պատմությունը դեռ չի ավարտվել։ Գիշերվա խավարում, երբ գյուղը քնած էր, երբ փողոցները դատարկ էին, երբ միայն շների հաչոցը լսվում էր, պալատից բարձրացավ ծուխ։ Տեղաբնիկները արթնացան հրդեհի ազդանշանից։ Երբ հրշեջները ժամանեցին, նրանք տեսան, որ պալատի միթը բոցավառվել է։ Կրակը ինտենսիվ էր, բայց տարօրինակ կերպով կենտրոնացած միայն մեկ հատվածում, այնտեղ, որտեղ, ըստ տեղաբնիկների, պահվում էին փաստաթղթերը, արխիվները։ Հրշեջները մարեցին կրակը մի քանի ժամում, բայց վնասը արդեն պատճառված էր։ Ամբողջ այդ հատվածը այրվել էր մոխիր։
Պաշտոնական հետաքննությունը եզրակացրեց, որ դա էլեկտրական կարճ միացում էր։ Բայց տեղաբնիկները, ովքեր տեսել էին, թե ինչպես է կրակը սկսվել միաժամանակ մի քանի վայրերում, ովքեր տեսել էին մեքենաներ, որոնք հեռացել էին պալատից անմիջապես հրդեհից առաջ, նրանք գիտեին, որ դա չէր պատահական։ Դա էր վերջին փորձը ջնջել ապացույցները, վերջին փորձը թաքցնել ճշմարտությունը։ Բայց արդյոք բոլոր ապացույցները այրվել էին։ Արդյոք ոչինչ չէր մնացել։ Թե ինչ-որ տեղ, ինչ-որ մեկի մոտ դեռ պահպանվում էին պատճեններ, սպասելով ճիշտ պահին։ Հարցերը մնացին անպատասխան։ Բայց մի բան հստակ էր, ինչ-որ մեկը շատ վախենում էր, որ այդ ապացույցները կարող են հայտնվել։ Եվ այդ վախը նշանակում էր, որ դեռ կար ինչ-որ բան թաքցնելու։ 2023 թվականի ամռանը, երբ հրդեհի պատմությունը դեռ թարմ էր հիշողության մեջ, երբ մարդիկ դեռ քննարկում էին, թե ինչ իրականում տեղի ունեցավ, երբ կասկածները դեռ չէին անհետացել, հայտնվեց նոր վկա։ Նախկին շինարար Վարդան Պետրոսյանը, ով աշխատել էր պալատի կառուցման վրա 2000-րդ թվականների սկզբին, այժմ ապրում էր Ռուսաստանում, որոշեց խոսել։ Նա տվեց հարցազրույց անկախ լրագրողի, որտեղ մանրամասն նկարագրեց, թե ինչպես էր կառուցվում պալատը, որտեղից էին գալիս նյութերը, ով էր վճարում աշխատավարձերը։ Նա պատմեց, որ շինարարության ժամանակ նրանք գտել էին հին թունելներ պալատի տակ, թունելներ, որոնք տարածվում էին մի քանի կիլոմետր, կապում էին պալատը այլ շենքերի հետ գյուղում։ Այդ թունելները չէին նշված ոչ մի պաշտոնական պլանում, չէին հայտնի ոչ մի ճարտարապետի։ Դրանք էին գաղտնի, հին, կառուցված տասնամյակներ առաջ անհայտ նպատակով։ Աբրահամյանը հրամայել էր փակել այդ թունելները, բայց Պետրոսյանը հիշում էր, որ նախքան փակելը, նրանք տեսել էին, որ թունելները օգտագործվել են վերջերս, հետքեր մեքենաների անիվների, տուփեր, որոնք թողնված էին անփույթ։ Ինչ էր փոխադրվում այդ թունելներով։ Ո՞վ էր օգտագործում դրանք։ Եվ ինչու։ Աբրահամյանը այդքան շտապում էր փակել դրանք։ Պետրոսյանի վկայությունը ստեղծեց նոր ալիք հարցերի։ Մարդիկ սկսեցին խոսել, որ պալատը չէր պարզապես բնակելի տուն, այլ ինչ-որ բան ավելին, կենտրոն գաղտնի գործունեության վայր, որտեղ տեղի էին ունենում բաներ, որոնք երբեք չպետք է տեսներ լույսը։ Բայց Պետրոսյանի վկայությունը նույնպես չստացավ պաշտոնական արձագանք։ Ոչ մի քննություն չսկսվեց։ Ոչ մի հետաքննություն չկազմակերպվեց։ Թունելների պատմությունը մնաց պարզապես մեկ լեգենդ, մեկ չհաստատված պատմություն, մեկ հարց առանց պատասխանի։ Այսօր, երբ դուք կարդում եք այս տողերը, երբ դուք փորձում եք հասկանալ ամբողջ այս պատմությունը, երբ դուք հարցնում եք ինքներդ ձեզ, ինչպես է հնարավոր, որ այս ամենը տեղի ունեցավ, ոչ ոք չպատասխանեց, դուք պետք է հասկանաք մի բան։ Աբրահամյանի պալատի պատմությունը չի ավարտվել։ Այն շարունակվում է ամեն օր, երբ մենք տեսնում ենք անհավասարություն, երբ մենք տեսնում ենք անարդարություն, երբ մենք տեսնում ենք, որ համակարգը դեռ պաշտպանում է իր սեփականներին։ Պալատը դեռ կանգնած է մխճյանում, մասամբ այրված, մասամբ լքված, բայց դեռ անդառնալի։ Դա խորհրդանիշ է։ Խորհրդանիշ այն ամենի, ինչը սխալ է մեր համակարգում։ Բայց միաժամանակ դա նա հիշեցում է։ Հիշեցում, որ ճշմարտությունը չի կարող թաքնվել ընդմիշտ։ Որ ապացույցները, որքան էլ փորձեն ջնջել դրանք, միշտ մնում են հետքեր։ Որ վկաները, որքան էլ վախեցնեն դրանց, վերջապես գտնում են համարձակություն խոսելու։ Որ հարցերը, որքան էլ փորձեն անտեսել դրանք, չեն անհետանում։ Ինչ տեղի ունեցավ Աբրահամյանի հետ հեղափոխությունից հետո։ Ո՞ր է նա այժմ։ Ապրում է դեռ պալատում, թաքնված հանրային աչքից, պաշտպանված իր հին կապերով։ Թե հեռացել է երկրից, տեղափոխվել անվտանգ վայր, որտեղ նրա անցյալը չի կարող հասնել նրան։ Ոչ ոք չգիտե վստահորեն։ Պաշտոնական տեղեկություններ չկան։ Լրատվամիջոցները չեն հետում նրան։ Կարծես նա անհետացել է, կարծես նա երբեք չի գոյություն ունեցել։ Բայց նրա պալատը մնում է։ Եվ այդ պալատը պատմում է պատմություն։ Պատմություն իշխանության, հարստության, կոռուպցիայի մասին։ Պատմություն համակարգի մասին, որը թույլ տվեց մեկ մարդուն կառուցել այդպիսի շքեղություն, մինչդեռ նրա շուրջը մարդիկ ապրում էին աղքատության մեջ։ Պատմություն անպատժելիության մասին, որը դեռ տիրում է մեր երկրում։ Բայց կա հույս։ Կարող ենք մենք երբե տեսնել արդարություն։ Կարող ենք մենք երբե իմանալ ամբողջ ճշմարտությունը։ Պատասխանը կախված է մեզանից։ Եթե մենք շարունակենք հարցնել, եթե մենք շարունակենք պահանջել, եթե մենք չդադարենք պայքարել համակարգի դեմ, ապա այո, մի օր արդարությունը կհաղթի։
Մի օր բոլոր գաղտնիքները կբացահայտվեն։ Մի օր բոլոր այն մարդիկը, ովքեր կողոպտել են մեր երկիրը, կհայտնվեն պատասխանատվության առաջ։ Բայց մինչ այդ օրը, պալատը կմնա կանգնած, հիշեցնելով մեզ, թե ինչ կորցրինք, հիշեցնելով մեզ, թե ինչի համար պետք է պայքարենք, հիշեցնելով մեզ, որ արդարությունը հեշտ չի գալիս, բայց այն արժե յուրաքանչյուր ջանքի։ Հարգելի հեռուստադիտողներ, եթե դուք հետել եք այս ողբերգական պատմությանը մինչ վերջ, գրեք մեկնաբանություններում, թե որ քաղաքից եք։ Մեզ համար կարևոր է իմանալ, թե որտեղ Հովիկ Աբրահամյանը դեռ հիշվում է։ Եվ բաժանորդագրվեք ալիքին, չբաց թողնելու ճշմարտությունը պատմության կուռքերի մասին։